Ողջույն, այսօր մեր հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ես տեղեկացնեմ, որ քիչ առաջ նա իր Facebook-յան էջում հայտարարությամբ հանդես եկավ, որ իրենք ազգային ժողովում նախաձեռնությամբ են հանդես գալու Նիկոլ Փաշինյանին ամուսնալություն հայտնելու եւ արդեն իսկ ունեն իրենց վարչապետի տեխնացուն Էդմոն Մարուքյանն է, Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան եւ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահը։ Մենք հիմա կզրուցենք իր հետ եւ կպարզենք, թե ինչու հատկապես ընտրությունը կանգ առավ Էդմոն Մարուքյանի վրա։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան, կներկայացնեք ինչ քննարկումների արդյունքում որոշեցիք, ինչու հատկապես Էդմոն Մարուքյանը։ Մենք այս ընթացքում ունեինք 7 տեխնացուներ, որոնց հետ բանակցություններ էինք իրականացնում։ Այդ 7 տեխնացուներից մեկը Լյուբա Մխիթարյանն էր, վարչության անդամ, մյուսը ես, Հովիկ Աղազարյանը, եւս 5 հոգի ոչ մեր կուսակցությունից։ Քննարկումների արդյունքում որոշեցինք կանգ առնել, նախնական կանգ առնել Էդմոն Մարուքյանի, Լյուբա Մխիթարյանի եւ իմ տեխնացության վրա։ Այսօր վարչության նիստում քննարկեցինք 3 տեխնացուներին եւ միաձայն որոշեցինք, որպես վարչապետի տեխնացու ներկայացնել իմպիչմենտի շրջանակներում պարոն Էդմոն Մարուքյանին։ Իսկ ինչու մասնավորապես իրեն որոշեցիք, որ պետք է հենց ինքը պետք է լինի վարչապետի տեխնացուն։ Դե որովհետեւ վարչության անդամները գտան, որ պարոն Էդմոն Մարուքյանը պատրաստված քաղաքական գործիչ է, 3 անգամ եղել է ազգային ժողովի պատգամավոր, 5-րդ, 6-րդ, 7-րդ եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հատուկ հանձնարարականով դեսպան, Լուսավոր Հայաստան բավականին հայտնի կուսակցության նախագահ, փորձառու քաղաքական գործիչ, պատրաստված բարձր մակարդակի իրավաբան եւ հետեւաբար բոլոր այդ հանգամանքները հաշվի առնելով մենք կանգ առանք պարոն Մարուքյանի տեխնացության վրա։